Բարյասել եք եղբայրներ ջան, եկեք շարունակենք նամակը Պողոս Արաքելուղաց Տիմոթեոսին, երկրորդ նամակը, եկեք շարունակենք մեր արդեն ամբողջացնենք այս հատվածը, որտեղ հարցը տվել էին եւ հարցը վերաբերվում էր երկրորդ գլխի 11-ից 13 համարներին։ Եկեք ընթերցենք հատվածը։ Ես մի փոքրիկ կանրադառնամ մեր նախորդ ձայնագրության կարևոր կետերին, շաղկապներին, որպեսզի մենք կարողանանք ընդհանրապես հասկանանք։ Արդեն մենք այսօր կանրադառնանք կոնկրետ հատվածին։ Անցյալ անգամ մենք ուղղակի նայեցինք ընդհանուր կոնտեքստը, այսինքն թղթի մեջ առաքյալը ինչ մտքեր է արծարծում եւ ինչ նպատակի համար է նամակ ուղղված, այսինքն այդ մտքերը մեզ ցույց են տալի թե ինչ նպատակի համար է ուղղված։ Եթե հիշում եք, առաջի կարևորը գլխավոր միտքը առաքյալը Տիմոթեոսին որպես երիտասարդ ավետարանիչի ծառայություն գործող, ով նույնպես արդեն պատրաստ է, երբ որ առաքյալը խոսում է, որ ես արդեն պետք է հեռանամ այս կյանքից, ով պատրաստ է, այսինքն Պողոսը նաև ակնկալում է, որ Տիմոթեոսը պետք է գրավի իր տեղ, այսինքն այն ծառայություն ավետարանիչի, որ գործում է Պողոսը, Տիմոթեոսի համար արդեն դուռ է բացում, որտեղ ասում է ես արդեն հեռանում եմ, ժամանակը հասավ, խոսենք այդ մասին։ Ամեն դեպքում առաքյալը գլխավոր շեշտը դնում է նրա ծառայության մեջ հավատարիմ մնալու վրա։ Դա մեր հատվածը ինքը հանդիսանում է որոշ առումով սիլագիզմ եւ մեր հատվածի մեջ առաքյալը ամբողջացնում է ընդհանուր թուղթը։ Այսինքն այն մտքերը, որը ինքը ընդհանուր առմամբ զարգացրեց թղթի մեջ, այնտեղ մենք կարող տեսնենք սուտ վարդապետներ, Քրիստոսի խոսքը ծառայողներ, կարող տեսնենք անձինք, որոնք ուղղակի թողում են Պողոս առաքյալին եւ հեռանում են։ Տեսեք, խոսքը չի գնում Քրիստոսին թողել հեռանալու մասին։ Պողոսը չի ասում Քրիստոսին անհավատարիմ եղան, ասում է ինձ անհավատարիմ եղան։ Այսինքն դժվարությունները, խնդիրները որոշ առումով հավատացյալներ կային, որոնք վախենալով թողեցին, ինչպես Պետրոսը որոշ ժամանակի համար։ Մենք կանրադառնանք այդ ամենի Այսինքն մեր այս հատվածում ընդգրկված են այն ունկնդիրները, որոնց մասին ամբողջ թղթի մեջ Պողոս առաքյալը խոսում է, եւ մենք կտեսնենք նաեւ անձինք, որոնք հավատարիմ են մնում Պողոսին։ Այսինքն ամեն ինչի մեջ, այսինքն ամեն թղթի ընդհանուր բովանդակությունը այս փոքրիկ հատվածի մեջ է 11-ից 13 համարի մեջ։ Եկեք ընթերցենք հատվածը եւ նորից եմ ասում, մի քիչ կանրադառնանք մեր նախորդ ձայնագրության կարևոր կետերի, շատ չենք անի, որպեսզի ժամանակը խնայենք, կարողանանք ընդհանուր մեր հատվածը հասկանանք։ Տեսեք, ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք, եթե համբերենք, հետն էլ կթագավորենք, եւ եթե ուրանանք, նա էլ կուրանա մեզ, եւ եթե չհավատանք, այստեղ ես ուզում եմ մի քիչ ճշտում մտցնեմ, որովհետեւ թարգմանությունը, ես կարդում եմ Արարատի հին թարգմանությունը, գրված է եւ եթե չհավատանք։ Բնագրի մեջ չհավատանք բառ չի գրված, բնագրում գրված է եթե հավատարիմ չմնանք, որտեղ տեսեք, հետևի արդեն նախադասությունը, այսինքն այդ ընդհանուր կառուցումը ցույց է տալի, եթե չհավատանք, նա հավատարիմ կմնա։ Այդպես չի ասում, կամ Քրիստոսը կհավատա։ Այդպես չի ասում, եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ կմնա։ Իր անձը չի կարող ուրանալ։ Մեր հատվածը սա է, այսինքն ինչի, որովհետև տեսեք, հավատալ բառը պիստիս, այս հատվածում օգտագործված է ապիստեո բառը հունարեն, որ նշանակում է իհարկե նայն կարա նշանակի նաև չհավատալ, դրա համար թարգմանիչները, ասենք վերցրել են այդ հատվածը չհավատալ, բայց իրականում նա նշանակում է չվստահել, եթե վստահել մենք չվստահենք, նա վստահելի կմնա։ Հիմա տեսեք, եթե հավատարիմ չմնանք, ես կկարդամ հիմա այդ բառի նշանակությունը ապիստեո, не верить, не доверять, быть неверным, լինել անհավատարիմ, լինել ոչ հավատարիմ, нарушать верность, այսինքն ընդհանուր առմամբ խախտել հավատարմությունը, սրանք այդ բառի նշանակություններն են եւ մենք գիտենք, որ ընդհանուր առմամբ բառերի նշանակությունը, որpիսի մենք ուսումնասիրության առումով կարողանանք գտնենք, մենք տեսնում ենք ընդհանուր կոնտեքստը եւ ընդհանուր կոնտեքստի մեջ շատ հաճախ մեզ ուղղում է նաեւ կոնկրետ հատվածը կամ հակաթեզիսը, այսինքն եթե ասես օրինակ, եթե մենք չհավատանք, Քրիստոսը կհավատա, սա հասկանալի է, որ խոսքը պիստեո բառի մասին է, բայց երբ որ ապիստես, այսինքն երբ որ վերաբերում է որ Քրիստոսը հավատարիմ չի մնա, բայց մենք կհավատանք, այստեղ արդեն խնդիր է, որտեղ բառի նշանակությունը, եթե մենք հավատարիմ չմնանք, նա հավատարիմ կմնա, այսինքն նշանակությունը այսպեսին է։ Դրա համար հենց կոնտեքստը մեզ ավելի ուղղում է, որտեղ այս հատվածը նաև վանկարկում է, դրա համար շատերը նույնիսկ մտածում են, որ սա այդ դարաշրջանում երգ էր կամ որպես քրիստոնեական հիմն, որը երգում էին, ինչից են վերցնում սա այս բառերը, ճշմարիտ է այս խոսքը, կարծես թե ճշմարիտ է այս խոսքը, որ մենք երգում ենք, կամ ճշմարիտ է այս խոսքը, որ մեր մեջ արդեն ասվում է, բայց մենք ուշադիր կնայենք առաքյալը ինչի համար օգտագործում ճշմարիտ է այս խոսքը, այս նախադասությունը, եւ մենք կտեսնենք, որ ուրիշ հատվածներում նույնպես այդ խոսքը ինքը օգտագործում է, երբ որ կարևոր ուսուցում է տալի կամ երբ որ իր ուսուցումը ընդգրկում ամբողջ թղթի բովանդակությունը։
կամ հանդիսանում ամբողջ թղթի եզրահանգում, ամբողջ թղթի մեջ ինչ մտքեր, որ ինքը զարգացրեց, այդ փոքրիկ հատվածի մեջ այդ ամբողջ մտքերը ինքը կարծես խտացրած կերպով արտահայտում։ Այդ ժամանակ ինքը օգտագործում այս բառը ճշմարիտ է այս խոսքը, այսինքն այս ինչ որ ես ասեցի, ճշմարիտ է այս փոքրիկ ասացվածի մեջ։ Եվ մենք կտեսնենք, որ կա Գաղատացիս թղթում այնքն օգտագործում ճշմարիտ այս խոսքը, բայց չի նշանակում, որ Գաղատացիս թղթում նույնպես երկեցողության հիմն էին ասում։ Դրա համար կա այդպիսի մոտեցումներ։ Ես կցույց տամ նաև ինչ մոտեցումներ կա սխալ։ Օրինակ, երբ որ մենք կարդում ենք ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետը կապրենք, շատերը այն վերագրում են ջրային մկրտության, բայց իհարկե մենք տեսնելու ենք, որ առաքյալի զարգացած մտքերը ավելի կապված է մեր փրկության հետ, որը ուղակի արտահայտում է մեր Քրիստոսին միացած լինելը, մասնակից լինելը, որտեղ ջրային մկրտության մասին այս հատվածում խոսք չկա։ Ինչի պիտի առաքյալը ջրային մկրտության մասին խոսի, որովհետև եթե ինքը խոսում է հավատարիմ մնալու մասին, ուրեմն ինքը անդրադառնում է մեր Քրիստոսի հետ միացած լինելու։ Տեսեք, սրանք կարևոր սկզբունքներ են, որ մենք կարողանանք ուսումնասիրության մեջ տեսնենք։ Հիմա եկեք ընդհանուր առմամբ խոսենք ինչ մենք տեսանք։ Տեսեք, առաջինը ես ասացի, որ այս հատվածը հանդիսանում է բարդ։ Բարդը երկու կատեգորիայի է բաժանված, առաջի բարդությունը, երբ որ ոչ բավարար արգումենտներ ունեն կոնկրետ հատվածի վերաբերյալ, այսինքն այն միտքը, որ առաքյալը զարգացնում է կոնկրետ հատվածում, այդ միտքը ուրիշ տեղերում, կոնկրետ այդ թղթի մեջ կամ այլ աստվածաբանական թղթերի մեջ կամ կոնկրետ աստվածաշնչի մեջ չկա ուղղակի խոսք այդ երևույթի մասին կամ այդ զարգացած մտքի մասին, դրա համար մենք ասում ենք ոչ բավարար արգումենտներ, այսինքն մենք չունենք օրինակի համար, շատ անգամ կլսենք մեռելների մկրտություն, կամ մեռելների համար մկրտություն։ Եվ մենք չգիտենք, որովհետև Աստվածաշնչում որևէ միտեղ առաքյալը չի առանձնացնում ուսուցում մեռելների մկրտության մասին խոսելու, բայց մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ ընդհանուր թուղթը խոսում է, որ մեռելների համար մկրտություն չկա, այսինքն չի խոսում այդ մասին, եւ տեսնում ենք կոնկրետ կոնտեքստում, որ առաքյալը խոսում է հալածանքների, չաչանքների, նույնիսկ Քրիստոսի անվան համար մահանալու համար, եւ իր օրինակն է բերում, եւ մենք հասկանում ենք բարի, այսինքն նշանակությունը, տեսնում ենք, որ ոչ թե մեռելների համար մկրտվել, այլ մեռնելու համար մկրտվել, այսինքն անձին կային, որոնք պիտի մկրտվեին Քրիստոսի անունով, գիտենալով, որ իրենց տերերը, այսինքն եթե նրանք ճորտ էին, գիտենալով, որ իրենց տերերը, եթե իմանան, որ քրիստոնյա են, կսպանեն։ Այսինքն առաքյալը սա է ասում, ապա ինչ կանեն նրանք, որ մեռնելու համար են մկրտվում։ Այսինքն բառը իհարկե շատ հնարավոր է օգտագործել, որովհետև այդ բառը իր մեջ ունի նշանակություն մեռնելու, մեռելների, այդ բառը կա, բայց կոնտեքստը մեզ պետք է ուշի, թե այդ բառը ինչպես է օգտագործվել, մեռնելու, մեռելների թե մեռնելու։ Հիմա տեսեք, նույնը մեր հատվածում կա այս ապիստեո բառը կարող մենք թարգմանենք նույնպես ինչպես չհավատալ, բայց կոնտեքստը մեզ հիշում է, որ այնտեղ հավատալու մասին չի խոսք, այլ հավատարիմ մնալու մասին է խոսք։ Կանք տարբեր բաներ, որտեղ հավատալ բառի տակ ուրիշ բան կարանք հասկանանք, հավատարիմ մնալու տակ ուրիշ բան։ Կամ եթե մենք ուրանանք կամ ուրանալ բառի տակ, օրինակ տեսեք, այս ամենը կարևոր է, նաև ուսումնասիրության մեջ դուք կարող տեսնեք, երբ որ խոսքը գնում է ուրանալու մասին, ուրանալ, այն միանշանակ չենք կարող հասկանալ։ Օրինակ խոսքը գնում է Պետրոս առաքյալի ուրանալու մասին։ Կարանք ասենք, որ Պետրոսը փրկությունը կորցրեց, նույնպես ուրացավ Քրիստոսին։ Դրա համար մենք պետք է ընդհանուր հատվածի մեջ նայենք ոչ միայն նաև բառերի նշանակությունը, այլ ինչ միտք կա զարգացրած, այսինքն ուր է տանում մեզ այդ միտքը։ Եվ Հիսուսը մինչև Պետրոսի ուրանալը, Պետրոսին ասեց, որ Պետրոս, ահա սատանան ցանկացավ ձեզ ցրի, ինչպես ցորենը։ Բայց ես խնդրեցի, որ երբ որ դու կընկնես, վերականգնես եւ քո եղբայրները կանգնես։ Եվ մենք տեսնում ենք, որ Պետրոսի ուրանալուց հետո Պետրոսը վախենալով ուրանալուց, այսինքն նույնպես մենք տեսնում ենք, որ այս հատվածում կա նույնպես այդպիսի երևույթներ, որտեղ թուղթը իր մեջ ընդգրկում է մի քանի կատեգորիա հավատացյալների։ Ինչի։ Սա յուրահատկություն է այս թղթի, ինչի, որտեղ այս թուղթը ես շեշտեցի, որ հովվական թուղթ է։ Տեսեք, կա թուղթ, որ ուղղակի կոնկրետ եկեղեցուն է վերաբերվում, կա թուղթ, որ ընդհանրական է, համայնքին է քրիստոնեական վերաբերվում, օրինակ Հակոբոսի թուղթը, որ վերաբերվում է կոնկրետ ծրված հրեաներին, այդտեղ կոնկրետ եկեղեցի չկա, որ ասի, այսինքն Ասիայի այս եկեղեցուն կամ ասենք Գաղատացիների եկեղեցուն, այն թուղթ ընդհանուր հավատացյալներին ծրված հրեաներին բոլոր տեղանքում, ինչ որ մի շրջանում։ Ամեն դեպքում այդ ունկնդրի ուղղվածությունը նույնպես մեզ համար հանդիսանում է ուսումնասիրության կարևոր շեշտ առարկա, որպեսզի կարողանանք հասկանալ առաքյալը ինչ է ասում։ Հիմա տեսեք, շատ կարևոր, եւ իսկ հովվական թղթերը ինչ յուրահատկություն են։ Հովվական թղթերը առավել խոսք ուղղված է հովին, կամ քաջալերում է հովին հեղինակը, կամ նրան տալիս է ճիշտ մղումներ, կամ նրան խրատում է, այսինքն հովության մեջ հիմա տեսեք,
Հովական թղթերը կարևոր են այնքանով, որովհետև հովին ուղված խոսքը այն նշանակում է խրատ, որը ցույց է տալի, որպեսզի հովիվը ճիշտ վարվի տեղական եկեղեցու մեջ կամ համայնքում եղող եկեղեցիների, այսինքն որոնք խումբ են մարդկանց, այդ խմբի բոլոր կատեգորիաների հետ։ Դրա համար հովվական թղթերում ընդգրկված են հավատացյալների տարբեր կատեգորիաներ։ Կան հավատացյալներ, որոնք կրոնավորներ են, կեղծ են, կան հավատացյալներ, որոնք անկեղծ իրական հավատացյալներ են կամ վերստին ծնված են, կան հավատացյալներ, որոնք հատուկ են մտել եկեղեցի սուտ վարդապետություն տարածելու համար, կան հավատացյալներ, որոնք Քրիստոսի մեջ են, բայց դեռ մանուկ են, հոգևոր հասունություն չունեն։ Դեռ մեկ 4 կատեգորիա արդեն ես տվեցի։ Եվ մեր թղթի մեջ նույնպես կա այս կատեգորիան։ Առաքյալը անդրադառնում է սրան։ Առաքյալը խոսում է մարդկանց մասին, անուններ է տալի նույնիսկ, որոնք սուտ վարդապետություն են տարածում, նրանք ասում են, որ Քրիստոսի հարությունը արդեն եղել է, այսինքն արմենով հարություն չենք առնելու, այն որ մենք Քրիստոսի հետ միացանք հոգևոր հարությունով, դա է, վերջացավ, հարության խորհուրդը սրանով ամբողջացավ, եւ ինքը անուններ է տալու, մենք անդրադառնում ենք այդ հատվածին։ Այսինքն սրանք կործանում էին շատերի հավատքը, եւ նրանց խոսքը քաղցկեղի ռակի նման տարածվում էր եկեղեցում։ Նրանց մասին առաքյալը խոսում է, որ նրանք ուրանում են Քրիստոսին, բայց կայև ինքը խոսում է նաև հատվածների մեջ անձինք, որոնք վախից թողեցին Պողոսին, ասիացիները ինձ լքեցին եւ անուններ է տալի, ասեք այնտեղ ասում է նաև Տիտոսը գնաց, մյուսը գնաց, մենք պետք է հասկանանք, կամ Դեմասի մասին է խոսում, Դեմասի մասին խոսքը ինքը մի քիչ ուրիշ կերպ ասում, օրինակ ասում է Դեմասը աշխարհը սիրեց գնաց, Տիտոսը գնաց, բայց չի ասում որ Տիտոսն էլ աշխարհը սիրեց։ Այսինքն սրանք խոսքեր է, որ մենք պետք է ուշադիր լինենք, առաքյալը ընդգրկում է այս բոլոր ունկնդիրներին, դրա համար այս փոքրիկ հատվածի մեջ եւ մենք տեսնում ենք, որ կան մարդիկ, որոնք ուրանում են Քրիստոսին, այսինքն լքում են Քրիստոսին, այսինքն չեն ընդունում Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, կան մարդիկ, որոնք ընդունել են եւ ասում են ընդհանուր սրբացման ընթացքը, որը հալածանքի եւ չարչարանքի մեջ է, նրանց առաքյալը քաջալերում, ասում է թե համբերենք հետն կթակավորենք, այսինքն կոնկրետ ցուցատալի համբերենք, այսինքն ներկայում համբերենք, այսինքն սա սրբացման ընթացքն է, համբերենք, այսինքն հետն կթակավորենք, եթե բառն օգտագործում եւ առաջինը ցուցատալի նաեւ եթե մահացանք, այսինքն եթե նրա հետ միացած ենք, ուրեմն նրա հետ էլ կապրենք, այսինքն տեսեք, սրանք բոլորը կարևոր է, այսինքն կա կատեգորիա, որոնց մասին ինքը խոսում է, որոնք հավատարիմ են, այսինքն որոնք ուղղակի ասում են այդ համբերության process-ով եւ ասում է կան մարդիկ, որոնք ընդհանրապես ուրացել են Քրիստոսին, նրանք ասում է Քրիստոսի օրվա մեջ, ասում է նրանք Քրիստոսից ուրացվելու են, այսինքն Քրիստոսը նրանց ասել է ձեզ չեմ ճանաչում, այսինքն այստեղ խոսքը այնպես չի, որ ճանաչել էին, հետո թողեցին Քրիստոսին, այլ չճանաչեցին Քրիստոսին, ուղղակի եկեղեցում են, դրա համար առաքյալը նրանց էլ է որպես ունկնդիր ներկայացնում եւ կան մարդիկ, որոնք էլ արդեն սրբացման ընթացքի մեջ որոշ առումով դժվարություններից ելնելով կարան անհավատարիմ գտնվել, ընկնեն որոշ առումով, բայց Քրիստոսը պահում է, Քրիստոսը մնում է հավատարիմ նրանց հանդեպ, որտեղ նրանք վերստին ծնված են։ Հիմա տեսեք, այսինքն Քրիստոսը չի կարա իր ընտրությունը ուրանալ։ Հիմա տեսեք կարևոր է, ես հիմա շատ արագ խոսեցի ընդհանուր թղթի այդ հատվածի մասին, բայց մենք հիմա ավելի կանդրադառնանք սրան։ Տեսեք, նույնպես կարևոր սկզբունք։ Ուրեմն մենք պետք է ուշադիր լինենք, ինչի մասին է խոսում։ Երկրորդ կատեգորիան բարդության, այն ուղղակի ոչ ուսումնասիրության, ամբողջական ուսումնասիրության պակասության մասին է խոսում։ Այսինքն ուսումնասիրություն չկա ուղղակի։ Ուղղակի կարդացել են, քարոզել են, մարդիկ էլ այդ քարոզները լսելով այդ հատվածի վերաբերել այդպիսի հասկացողություն են ձեռք բերել։ Սա նույնպես բարդություն է, որովհետև շատերը, որոնք ուսումնասիրություն չունեն, եւ այս հատվածը հարմար է իրենց աստվածաբանական մոտեցման, օրինակ սա շատ հաճախ օգտագործում են այն աստվածաբանական մոտեցումը, որ մարդը կարա փրկությունը կորցնի եւ վերցնում են այս հատված եւ ասում են տեսեք կարաս ուրանաս Աստվածը քեզ ուրանա, այսինքն նրանք ամբողջական չեն նայում, ասենք 13-րդ հատվածը չեն համարը չեն նայում, ուղղակի ինչ որ իրանց պետքա նայեն ձեզ ասում, դա խնդիր է, որտեղ սա ցույց է տալի, որ մարդիկ Աստծո խոսքի հանդեպ զգուշություն չունեն, սա նշանակում է Աստծո վախը չունեն, որտեղ այս խոսքը ծռելով այսինքն դուք խոսում եք այնպես ինչպես այդ հատվածը հասկանում եք, առանց ուսումնասիրության, առանց ընդհանուր բովանդակության մեջ այս հատվածը տեսնելու, դուք դա խոսում եք, առանց մտածելու, որ Քրիստոսի խոսքը ծրեցկեց։ Այս խոսքը ուղղված չէ Տիմոթեոսին վախեցնելու համար։ Այս խոսքը ուղղված է Տիմոթեոսին հավատարմության մեջ մղելու համար եւ օրինակ է բերում ինչպես Քրիստոսն է հավատարիմ մնում։ Այսինքն տեսեք, ի վերջո այս հավատարմության բառի մասի երբ որ մենք խոսենք, կտեսնենք խնդիրը հենց բախում էր առաջանում սրանից Քրիստոսը ինչին է հավատարիմ։ Հավատարիմ է իր ողորմությանը, իր ուխտին, ում հետ որ արել է, ում որ ընտրել է, թե հավատարիմ է, որ ինքը պիտի դատապարտի։ Այլ մենք կտեսնենք Քրիստոսը ինչին է հավատարիմ եւ հետագա, այսինքն հերրակա կոնտեքստը դա մեզ արդեն ցույց կտա,
որովհետև մենք տեսնելու ենք, որ ընդհանուր մոտակա կոնտեքստում ինչ միտք է զարգանում, հեռակա կոնտեքստում, բայց մեր հատվածը այդ մեջտեղում է դրված։ Դրա համար առանց սա հաշվի առնելու մենք չենք կարող այդ հատվածը օգտագործենք մեր աստվածաբանական մոտեցումը արդարացնելու համար եւ վերցնենք արգումենտ որպես տեսեք այստեղ ասում է որ մարդը փրկությունը կարող կորցնի։ Ուրեմն երկու այս կատեգորիաները մենք եկեք հիշենք։ Առաջի կատեգորիան, որ ոչ բավարար արգումենտներ կան այդ մասին, բայց մենք հասկանում ենք, որ եթե բավարար արգումենտներ չկան, ոչ ուղղակի կերպով այն հատվածները, որը մոտիկ են խոսում այս հատվածին, կամ ընդհանրապես, օրինակ, եթե խոսքը գնում է մեռելների մկրտության մասին, մենք Աստվածաշունչում չենք տեսնում ոչ 5 կտականում, ոչ 4 կտականում, որ այդպիսի ուսուցման մասին խոսվի։ Ուրեմն զգուշանում ենք, որ մեռելների մկրտություն չկա, եւ երկրորդ մենք ընդհանուր հատվածին ենք մոտենում, այսինքն կոնկրետ այդ կոնտեքստում ինչի մասին է խոսում առաքյալը, հալածանքի, չարչարանքի, Քրիստոսի համար մահանալու, նոր մենք հասկանում ենք, որ ասա, ապա ինչ կանեն նրանք, որ մեռնելու համար են մկրտվում, այսինքն մկրտվում են իմանալով, որ իրենց սպանելու են, եթե հարություն չկա, ինչի են նրանք մկրտվում, այսինքն եթե կյանքի ակնկալիք չկա, էլ ինչի են գնում մեռնելու համար մկրտվելու։ Տեսնում եք, այսինքն սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որտեղ ընդհանուր հատվածը խոսում է չարչարանքի եւ դժվարության մասին։ Ամեն դեպքում այս բարդ հատվածները մենք բարդ հատվածների վրա միշտ խուսափում ենք կառուցենք վարդապետական ուսուցում։ Ինչի, որովհետև խնդիրն այն նրանք, որոնք չեն վախենում Աստծո խոսքից, զգուշությամբ չեն մոտենում, այնց նրանք էլ կառուցում են այդ բարդ հատվածների վրա վարդապետական ուսուցում եւ փորձում են իրենց աստվածաբանական սխալ մոտեցումը արդարացնել այդ հատվածներով։ Պետք է զգուշ լինել։ Ուրեմն ես փորձեցի ընդհանուր ինչի մասն է խոսքը, առաջինը մենք անդրադարձանք սխալ բարդ հատվածների ինչ կատեգորիաներ կա, երկրորդ մենք տեսանք, որ ընդհանուր թղթի մեջ առաքյալի գլխավոր նպատակը ինչ միտք էլ որ ինքը զարգացնում է, միտքը զարգացնում է, որպեսզի ապագա կամ կարելի ասել ապագա արդեն Պողոս առաքյալի տեղը զբաղեցնող ավետարանիչին երիտասարդ ծառայող Տիմոթեոսին քաջալերի եւ շեշտը դնում է նրա հավատարմության վրա, այսինքն այդ ավետարանիչի գործը գործելու մեջ առաքյալն ասում է կարևոր հատկությունն է քո հավատարմությունը եւ մոտակա կոնտեքստում մենք տեսանք, որ ինքը օրինակ է բերում։ Օրինակ առաջի գլխում ինքը խոսում է նրանք, որոնք հավատարիմ չմնացին Պողոսին, այսինքն այդ ծառայության մեջ։ Տեսեք, որտեղ խոսքը գնում է Տիմոթեոսի, Պողոսի նման հավատարիմ լինելու, բայց ինքը նաև օրինակ է բերում Քրիստոսն էլ հավատարիմ է։ Օրինակ Քրիստոսի հավատարմության մասին մահացավ եւ հարություն առավ, մեր մոտակա կոնտեքստն է, կարամ կարդամ, որպեսզի դուք տեսնեք նույնիսկ, տեսեք 8 համարից հիշիր Հիսուս Քրիստոսին, մեռելների միջից հարություն առածին, 8 համարը մեր հատվածը 11-ից 13-ն է, 8 համարը մեր մոտակա կոնտեքստն է։ Ասում է հիշիր Հիսուս Քրիստոսին մեռելների միջից հարություն առածին, որ Դավթի սերունդից է իմ ավետարանի համեմատ, որի համար չարչարվում եմ մինչև կապանքների մեջ լինել չարագործի պես, բայց Աստծո խոսքը կապված չէ։ Երկու օրինակ է բերում Քրիստոսի հավատարմությունը, Քրիստոսի ինչի մեջ էր հավատարիմ, հոր կամքը կատարելու համար հանձն առավ մահը։ Հավատարիմ մնաց հոր կամքը կատարելու, հավատարիմ մնաց այն առաքելության, որի համար եկել էր։ Ինքն էլ ասում է, ես էլ ասում եմ, չարչարվում եմ Քրիստոսի մասին խոսքը տարածելու, հավատարիմ եմ ավետարանին, իմ ավետարանի համաձայն այդ Քրիստոսի մասին, որ խոսում եմ, հավատարիմ եմ եւ չարչարվում եմ չարագործի նման, այսինքն չեմ փախել այդ դժվարությունը տեսնելով, բայց որոշ մարդիկ ասիացիները ինձ լքեցին տեսնելով դժվարությունները, վախեցան իմ կողքը մնալ, որտեղ եթե ինձ բանտարկեցին, իրենց էլ կբանտարկեն, փախան, հեռացան ինձանից։ Հիմա տեսեք, այսինքն այս հավատարիմ լինելու շեշտակի այդ հատկությունը, որովհետեւ Տիմոթեոսին տա, ինքը օրինակ է բերում եւ Հիսուս Քրիստոսին, որ հավատարիմ մնաց իր առաքելության, եւ իրեն, որ հավատարիմ մնաց Քրիստոսի մասին լուրը տարածելու մեջ, եւ արդեն մյուս հատվածում ինքը արդեն մեր հատվածում 11-ից 13-ում ներկայացնում է նաեւ աստվածաբանական այն թեզը, որ մենք պետք է հավատարիմ մնանք, որովհետև կա վարձք ստանալու, այսինքն մեր ծառայությունը հենց այնպես չի, ակնկալությունը եւ հետագա կոնտեքստերի մեջ առաքյալը այս մասին է խոսում, ասում է ես օրինակ պատերազմեցի, մնում է ինձ սա վարձքը որ պիտի ստանամ եւ կարծես թե մղում է Տիմոթեոսին այսպիսի ծառայության մեջ, հավատարիմ ծառայության մեջ։ Հավատարիմ նշանակում է ավետարանը տարածելու մեջ հավատարմություն։ Եվ չնայած որ մի քանի խնդիրներ արգելքներ աներկայացնում, արգելքներից մեկը որն է, որ Տիմոթեոսը կարա հավատարիմ չմնա։ Մարդիկ կան, որ վախից լքում են, թե դու կարաս նայես, ախպեր, ես էլ նրանց նման գնամ, ինչ գործ ունեմ, մնամ բռնեմ, բանտարկեն, մի հատ է սպանեն, այսինքն կան խնդիրներ, դեռ ինքը նկատում է այդ բոլոր խնդիրները, տեսեք։
Ուրեմն չնայած խնդիրների, որ մարդիկ թողում հեռանում են, չնայած խնդիրների, որ սուտ վարդապետներ կան, կեղծ կան, կարծես թե քեզ կարա թվա, թե եկեղեցին արդեն վնասվել է, էլ ինչ մնամ, այսինքն հիասթափություն կարա առաջ գա հավատացյալին, օրինակ ես գիտեմ, եկեք ամեն մեկս մեր կյանքում տեսնենք, կա որ եկեղեցում խնդիրներ կարան լինեն, օրինակ կարա հովիվը լինի ագահ, փող սիրող, խորամանկ, Կարա լինի եւ դրանից կարա հավատացյալը վնասվի տեսնելով նրա վարքը, ոչ միայն վնասվի, որ ուղակի տեսավ սա, այլ գայթակղվի եւ հիասթափվի քրիստոնեությունից ընդհանրապես։ Եթե հոգեորապես տկարա, եթե ինքը չի հասկացել կամ չի իրան որևէ մեկը չի ուսուցանել, որ տեղական եկեղեցին անկատար է, բոլորը սուրբեր չեն սպիտակ թևերով։ Այսինքն եկեղեցում կան տարբեր մարդիկ, տարբեր կատեգորիաներ, կեղծ հավատացյալներ կան, Եղու բրինձի համար եկողներ կան անկեղծ մարդիկ, որոնք հավատարիմ են։ Այսինքն տեսեք, կան մարդիկ, որոնք հոգևոր են, բայց հասակ չունեն հոգևորապես։ Այսինքն վերստին ծնված են, բայց հոգևոր հասակ չունեն, գաճաճ։ Այսինքն երբ որ մենք այսպես չունենք, կարան գայթակղեն եւ առաքյալը սա է ներկայացնում, ասում է, եթե այսինքն Տիմոթեոսը չնայի դրանց, որտեղ ինքը այս բոլորի մասին խոսում, ասում է, դու այս ամեն ինչը տեսնելով հավատարիմ մնա։ Այսինքն Տիմոթեոսին մղում է, որ ամեն ինչի մեջ այս ամենը տեսնելով, տեսեք այս ամեն արգելքների մասին խոսելով, ասում եմ քեզ հավատարմություն է պետք, որպեսզի տարածես Քրիստոսի մասին լուրը։ Եվ Քրիստոսի մասին լուրը տարածելը ինքն ասում է, որ դա հեշտ չի լինելու, այս ամենը բախվելու են քեզ, բայց դու հավատարիմ մնա եւ մենք այդ մասին կտեսնենք, որ ինքը հենց սա է ասում, օրինակի համար 15-ը, ջանքարա որ քո անձնտիր կանգնեցնես Աստծո առաջին իբր մի մշակ առանց ամոթի, որ ճշմարտության խոսքն ուղիղ մատակարարես։ Առաջի գլխում ասում է, մի աման չի ինձանից, որ ինձ բռնել են չարագործին ման, մի աման չի, մի հիասթափվի, ուղիղ կանգած մնա, եկեք նաև այդ հատվածը, տեսեք, ես կարդացի սա երկրորդ գլխի 15-ը, եւ ասում է ջանքարա որ քո անձնի քաջալերում է, դու մի նայ այդ ամեն ինչին, այդ պարագաները որ քո 4 կողմ կա, եւ իմիջ այլոց, ինքը առավել անադառնում, ասում է, այն ինչ որ ինձ հետ կատարվեց, այն որ ես բախվեցի, որ ասիացիները ինձ թողեցին, որոշ հավատացյալներ ինձ թողեցին, մենակ եմ մնացել, ատյանի ժամանակ ոչ մեկ կողքը չկանգնեց, որ ինձ համար արդարության խոսք ասի, որ ինձ արդարացնի դատաստանի ժամանակ, դատաստանից հռոմեական կայսրության դատարանում։ Ասում է ոչ մեկ այս ամեն ինչի հետ մեկտեղ ինքը շատ կարևոր բան է ասում, տեսեք։ Այսինքն այս ամեն ինչի մեջ տեսեք, հենց առաջի գլխում ինքը տեսեք ուղակի հենց առաջի գլխի ողջունից հետո, նամակի ողջունից հետո ինքը անմիջապես արտադրումը կարևոր սկզբունքին ինչ ուզում Տիմոթեոսին փոխանցի։ Ուշադիր նայեք։ Տեսեք եւ այս խոսքի մեջ կտեսնեք ինչ վտանգներ կա, որ Տիմոթեոսին սպասում է եւ ինքը սկսում է այդ վտանգներից Տիմոթեոսին ազատի, կամ այդ վտանգների մեջ Տիմոթեոսին տա ճիշտ մղումներ կամ քաջալերի, որպեսզի այդ վտանգները Տիմոթեոսի վրա ազդեցություն չունենան։ Օրինակ ես կարդամ 3-րդ համարից առաջի գլխի. Շնորհակալ եմ Աստվածանից, որ իմ պաշտում եմ իմ նախնիներից մաքուր խշմտանքով, որ անպակաս հիշում եմ քեզ իմ աղոթքները գիշեր եւ ցերեկ Տիմոթեոսին։ Ցանկանալով քեզ տեսնել, երբ հիշում եմ քո արտասուքը, որ ուրախությունով լցվեմ։ Այսինքն ինչ արտասուքի մասին է խոսքը։ Անկեղծության, ուշադիր եք, միտքս բերելով այն անկեղծ հավատքը, որ քեզանում է, որ առաջ քո Լաոդիա տատումը եւ քո Եվնիկե մորումը բնակվեցավ։ Համոզված եմ, որ քեզանում է։ Համոզված եմ, որ քեզանում է։ Բառը լսում եք, համոզված եմ, որ քեզանում է։ Ինչի՞, որովհետեւ ինչ որ առումով տեսել է նրա գործը, նրա կատարածը, նրա լացը։ Այստեղ կարևոր սկզբունք կա, մի քիչ անդրադառնամ սրան, տեսեք, մենք երբեք չենք կարող ասենք տվյալ մարդու մղումները ինչպիսին են, անկեղծ են թե ճշմարիտ են, բայց մենք դրա գործերը տեսնելով կարանք ասենք այն կոչումի համաձայն, որ Քրիստոսը նրան կանչեց, այդ կոչումի համաձայն է վարվում։ Բայց մենք չենք կարող ասենք նրա միջի մղումները ծածուկը դա Աստված կգա եւ այն օրը մենք կտեսնենք գովասանք կա, իսկական մղումներն են եղել թե ոչ, որտեղ անձը կարա ցուցաբերի հոգեվոր վարք, բայց սխալ մղումներից ելնելով։ Իրեն ուզենա ցույց տա այդպեսին, բայց իրականում ինքը կասկած ունենա տարբեր վարդապետական սկզբունքների վրա։ Հիմա տեսեք, այսինքն մղումների մասին չի խոսքը, ինքն ասում է ես համոզված եմ, տեսնում եմ քո վարքը, չի ասում տեսնում եմ, որ դու վերստին ծնված ես։ Սա մասին չի։ Մենք հետո սա համար կարևոր մի ուսուցում կանենք, որը առավել կարևոր է։ Այդ պատճառով միտքդ բերեմ, որ արծարծես Աստծո այն շնորհքը, որ քեզանում է եւ ձեռքերը քեզ վրա դնելով։ Դա մանից համոզված եմ, որ քեզանում է այդ նույն հավատքը, հետևից, որովհետեւ Աստված չտվավ մեզ երկրոտության հոգի կամ վախի հոգի։ Տեսնում եք 7 համարում, որովհետև Աստված չտվավ մեզ երկրոտության հոգի, այլ զորության եւ սերի եւ զգաստության։ Ուրեմն հետևից նայեք, ուրեմն ինքը կարծես ցույցատալի մի արգելք, որ կարա վնասի Տիմոթեոսին։ Ուրեմն ուշադիր նայեք բառ ամոթ մի համարի, ինչը ամոթ մի համարի մեր Տիրոջ վկայությունը,
Այսինքն շատերը վախեցան եւ հեռացան, դու ամոթ մի համարի Տիրոջ վկայությունը եւ ոչ էլ ինձ, որ նրա կապվածն եմ, եւ ոչ էլ վախեցի, որ ինձ բռնել եւ դրել են բանտ։ Շատ է տեսնում եք, այսինքն արդեն արգելք կա, հենց սկզբի խոսքից ողջունից հետո անմիջապես ասում ամոթ մի համարի Տիրոջ վկայությունը ավետարանը։ Հիշում եք ինքը Հռոմեացիս թղթում ասում է ամոթ չեմ համարում, որտեղ նա Աստծո զորությունն է մարդուն փրկելու համար։ Ամոթ մի համարի, որքանով էլ մի վախեցի դրանից, որքանով էլ որ դրա այդ քարոզի համար մեզ բռնում եւ բանտարկում են։ Մի վախեցի։ Այսինքն կա արգելք, դրա համար թուղթը հանդիսանում է հովվական, քաջալերական, ընդգրկելով բոլոր տեսակի հավատացյալին ու կնդիներին, որոնց վարքը հանդիսանում է արգելք կամ որոնց վարքը կարա ազդեցություն ունենա Տիմոթեոսի հավատարիմ մնալու համար, առաքյալը խոսում է այս մասին, որ այս ամեն ինչի մեջ հավատարիմ մնա եւ մեր հատվածում առաջակաշում Քրիստոսի հավատարիմ մնալը, որ եթե նույնիսկ մենք վախենանք, ընկնենք, ինքը հավատարիմ ամնում իր ընտրության, ինքը չի կարա իրեն ուրանա, դեռ ինքը հավելյալ ասում է, ինքը չի կարա իր անձը ուրանա, հավելյալ բացատրում այդ ինչ Տիրոջ հավատարմության մասին է խոսքը, չի կարա իր անձը ուրանա, որտեղ իր ընտրությունը ինքը չի ասի ջնջում եմ իմ ընտրությունը, տեսեք, ինքը Աստված է, այսինքն ինքը ամենագետ է եւ ինքն է մեզ ստեղծել։ Հիմա այս ամենի մեջ շատ կարևոր է նաեւ մեր հերրական կոնտեքստի մեջ կտեսնենք ինչպես է ինքը դա ամրացնում այդ միտքը։ Ուրեմն հավատարմությունը գլխավոր շեշտ է։ Ինչի ես ուզում եմ ամբողջացնեմ առաջի գլխի այդ քաջալերանքը, այս պատճառ տեսեք, որովհետև Աստված չտվավ մեզ երկոտության հոգի, վախի հոգի, այլ զորության եւ սերի եւ զգաստության, այսինքն Տիմոթեոս, այն հոգին, որ մեր մեջ է, մեզ դեպի վախ չի տալու, ընդհակառակը մեզ վախերից ազատում է։ Չտվավ մեզ այդ երկկոտության, երկմտության, կասկածի հոգի, այլ զորության եւ սերի եւ զգաստության։ Զգաստության բառը ավելի ամուր մնալու հոգի մեզ տվավ։ Տեսնում եք, բառերը հենց այնպես չի, ամեն մի բառի բովանդակությունը առաքյալը գլխավոր մտքի հետ է, այն նպաստող բառեր են գլխավոր մտքին հավատարիմ մնալուն։ Ուրեմն այսինքն այս քանի որ Աստված մեզ տվել այսպիսի հոգի 8 համարը, ուրեմն ամոթ մի համարի մեր Տիրոջ վկայությունը եւ ոչ էլ ինձ, որ նրա կապվածն եմ, այլ միասին չարչարվի ավետարանի համար Աստծո զորության համեմատ, որ փրկեց մեզ եւ սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի համեմատ, այլ իր առաջադրության եւ շնորհքի համեմատ, որ տրված է մեզ Քրիստոսում, այլ իր առաջադրության։ Գիտեք ինչ բառ է օգտագործված, եկեք տեսեք։ Prophesis բառը, prophesis, որ նշանակում է իր հաճության, իր կամքի, իր նպատակներից ելնելով մեզ կանչեց։ Նամիրենիա, նրա մղումներից, նրա իզվալենիա, իր կամքի հաճության, ապրիդիլենիա, նրա որոշումով, իր որոշումով մեզ կանչեց, ռասպալաժենիա, իր դրվածության համաձայն մեզ կանչեց, այսինքն իր նպատակների համաձայն մեզ կանչեց, այսինքն ինքը քաջալերական խոսք է ասում, սա շատ կարևոր է։ Հիմա եկեք անդրադառնանք մեր հատվածի մոտակա կոնտեքստին, եւ որպեսզի առավել ես ձեզ ցույց տամ կարևոր սկզբունք, թե Պողոսը որտեղից է քաղում իր հավատարմությունը, որը նույնպես ցույց է տալի Տիմոթեոսին, սա էլ ասեմ առաջի հատվածում է, եւ անդրադառնանք արդեն մեր հատվածի մոտակա կոնտեքստին։ Տեսեք, երբ որ խոսում է արդեն 10-ում եւ հիմա հայտնվեցավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի երևալովը, որ խափանեց մահը եւ լույսի մեջ բերավ կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով, եւ անմիջապես 11 համարում եւ շեշտը 12-ի վրա է, որին ես քարոզիչ եւ առաքյալ կարգվեցա եւ հեթանոսների վարդապետ։ Ինչին վերևում ասում է ինչ եմ ես քարոզում եւ դրա վարդապետության եւ քարոզիչն եմ դառը ես ու անմիջապես այդ պատճառով, այսինքն այդ քարոզելու պատճառով չարչարանքները կրում եմ, բայց ամոթ չեմ համարում, որովհետեւ ուշադիր նայեք բառը, որովհետեւ գիտեմ թե ում եմ հավատացել։ Տեսնում եք, որովհետև գիտեմ թե ում եմ հավատացել եւ համոզված եմ թե նա կարող է իմ ավանդը պահել մինչեւ այն օրը, որովհետև գիտեմ որ նա հավատարիմ է մնալու ինձ։ Հասկանում եք ինչ է ասում։ Եվ այդ մեր հատվածի մեջ ինքը դա է խոսում։ Այսինքն ներկայացնում է նաեւ Քրիստոսի հավատարմությունը, որտեղ մեր հատվածը, մենք նայելու ենք մեր հատվածը ունի բարդություն։ Բարդությունը կապված է ժամանակների անմիջական փոփոխության հետ, ինքը խոսում է ներկա, ապագա, վերջի հատվածում խոսում է ներկա, որը
ինքը չի կարա հիմնը հանդիսանա, հիմնը վանկարկում է, պիտի նույնը շարունակի, դրա համար սա պարալելիզմ ենք ասում հրեական, այստեղ չի օգտագործված դա, այստեղ առավել ինքը արծարծում է, որոշ առումով նման է զուգահեռականի հրեական, բայց ամեն դեպքում ինքը Պողոսը ամեն դեպքում այդ գրական ոճի մեջ է, բայց ինքը առավել սիլագիզմ անում, այսինքն մեր ընդհանուր թղթի մեջ, ինքը ընդհանուր թղթը հավաքում է այդ 3 հատվածի մեջ, 11-ից 13-ի մեջ։ Եվ հետո նորից շարունակում ավելի հերական կոնտեքստում ավելի քաջալերել, ավելի Տիմոթեոսի կյանքում բերել հավատարիմ լինելու կարևորությունը։ Եվ ինքը սկսում է ոչ միայն քաջալերել, այլ նաև մղումներ է տալի։ Այդ մղումները որտեղից պիտի առաջանա, որ Տիմոթեոսը հավատարիմն է, այսինքն ոչ մի կոնկրետ այդ շրջանի ներգործությունը վրա չազդի, որտեղ ինքը ոչ միայն ասում է, որ այդ երևույթը արդեն ես բախվել եմ այդ երևույթին, որ մարդիկ թողում հեռանում են սուտ վարդապետությունները մտեղեցի, ասում է, այդ դրանք առավել շատանալու է, ասում է, եւ հիշի, որ վերջի օրերում մարդիկ այսպես կլինեն, այսպես, այսինքն ինքը նույնիսկ պատրաստում է Տիմոթեոսին, որ չվախենաս այդպեսին, ինչ որ դու հիմա տեսնում ես իմ կյանքում արել են, ինձ թողել գնացել են, դա ավելի է շատանալու նաեւ քո շրջանում, երբ որ դու արդեն իմ տեղը կզբաղեցնես, դա տեսնելու ես եւ ավելի շատ, քան թե ես եմ տեսել։ Ինչի է ինքը սա անում, քաջալերանք ցույց է տալի, որ չվախենաս դրանից, դա լինելու է, դա բնական բան է, ընկալեցիք ինչի մասին է խոսքը, այս սա ամենակարևոր սկզբունքներն է, որի մասին խոսում ենք, այսինքն երբ որ մենք թուղթը ուսումնասիրում ենք, տեսնում ենք այս ինչ օրհնություններ կա այս թղթի մեջ, բայց երբ որ մենք վերցնում ենք կոնկրետ հատված եւ այդ հատվածը օգտագործում ենք մեր սխալ աստվածաբական մոտեցումները մարդկանց ապացուցելու, այդտեղ մենք թղթի մասին չենք խոսում եւ կվախենանք խոսենք, ինչի, որտեղ դրանք կվնասեն մեր ասածին արդեն, որտեղ դրանք ուրիշ բան կասեն, մեր ասածի համաձայն չեն ասի։ Այս համար շատերը, տեսեք, ես գիտեմ նրանք, որոնք աստվածաշնչյան հատվածները էքսպոզիցիա չեն անում, ուղղակի չեն ուսումնասիրում, նրանք միշտ շրջանցում են, մի հատվածի մասին կխոսան, բայց այն հատվածը, որտեղ իրենց վարդապետությանը հակառակը կշրջանցեն, չեն խոսում այդ մասին։ Սա սխալ վարդապետների յուրահատկություններից մեկն է։ Խոսել այն հատվածների մասին, որոնք ուղղակի համաձայնեցված է իրենց վարդապետության Եհովայի վկաներն են անում, շատ այսօրվա սուտ վարդապետներն են անում, այսինքն բարգավաճ ավետարան քարոզողները, նրանք շատ տեղեր ծռում են, շատ խոսքերից խուսափում են, որտեղ այդ խոսքերը ուղղակի վնասում են իրենց վարդապետությանը կամ հակառակ են իրենց վարդապետության։ Հիմա եկեք անդրադառնանք մեր մոտակա կոնտեքստին։ Ուրեմն առաքյալը ոչ միայն ցույց է տալի, որ այդ խնդրին ինքը արդեն բախվել է, այսինքն հավատարիմ չմնալուն, նաև ուրանալուն, սուտ վարդապետներին, բայց նաև ցույց է տալի, որ դա մի խնդիր է, որը վերջի ժամանակներում առավել է շատանալու եւ որովհետեւ ինչի, որովհետեւ ասում եմ մարդիկ փախնելու են, այսինքն սուտ վարդապետությունը դառնալու է իրենց համար կարևոր սկզբունք, խոսելու են մի վարդապետություն, որը ունկնդրի ականջին հաճելի է լինելու, այսինքն ինչ է խոսելու, եկեք եկեղեցի, Աստված ձեզ կտա առողջություն, ձեր բիզնեսը կօրհնի, ձեզ կտա հաջողություն կյանքում, ձեր ընտանիքի բոլոր խնդիրները կվերացնի, այդպիսի բան չկա սիրելիներս, այդպիսի բան չկա, ձեր ընտանիքում նույնիսկ եթե դուք հավատացյալ եք, չի նշանակում որ ձեր ընտանիքի բոլոր անդամները վերստին ծնվելու են։ Աստված այն նույնիսկ դրանց վերստին չծնվածը, նրանց կողմից հալածանքը օգտագործելու է ձեր սրբացման ընթացքի մեջ, ձեզ առավել Քրիստոսին նմանեցնելու եւ ձեզ առավել նվիրվելու Քրիստոսին։ Դա էլ է օգտագործելու։ Եվ Աստված բժշկության առումով չի նշանակում, որ Աստված կարող է բժշկել, ուրեմն բոլորին բժշկում է։ Աստված Պողոսին էլ թողեց մնա որոշ հիվանդությունների մեջ, ինչի որպեսզի խոնարեցնի այդ հիվանդությունները։ Այսինքն մենք պետք է ճիշտ նայենք վարդապետական առումով։ Ինչ է, այսինքն եթե ես սկսեմ քարոզել մի վարդապետություն, որը բոլորի ականջին է, ով չի ուզում բժշկվի, հա, այստեղ ասում են որ կբժշկես, գնանք, այսինքն ունկնդիր կհավաքեմ շատ։ Առաքյալը սա է ասում, որտեվ ասում է անենց վարդապետություն կխոսան, որ շատերի ականջի գդիկ կտա, մարմանջով կլսեն, ուրախ վարդապետություն է, չի քարոզվի, որ Քրիստոսի համար պիտի չարչարվեք, պիտի համբերեք, չի քարոզվի դա։ Կքարոզվի ձեր բիզնեսի օրհնությունը, ձեր առողջությունը, ձեր հաջողությունը, ձեր կյանքում հարստությունը, բոլորը կգան այդ եկեղեցի։ Բոլորը կսկսեն Քրիստոսին այդպես ճանաչել, որպես կախարդական փայտիկ։ Առաքյալը ասում է սա լինելու է, բայց դու դրանից մի վախեցի, դու մնա հավատարիմ եւ քարոզի Հիսուս Քրիստոսին, փրկիչին որպես հոգիների փրկիչ եւ քարոզի նաեւ այն ամենը, նրանք, որոնք աստվածապաշտության կյանքով պիտի ապրեն, հալածանք պիտի կրեն։ Չկա որ մեկը աստվածապաշտության կյանքով ապրի եւ հալածանք չկրի, չկա այդպիսի բան։ Որովհետեւ Քրիստոսի սկզբունքներով ապրողը Քրիստոսի հալածանքներին, չարչարանքներին մասնակից պիտի լինի։ Առաքյալը շատ տեղերում ասում է եւ մեր հատվածում։ Հիմա եկեք անդրադառնանք մոտակա կոնտեքստին։
Անցյալ անգամ ես ասացի, որ մեր մոտակա կոնտեքստը կապված էր Քրիստոսի օրինակը հավատարիմ լինելու, հետո առաքյալն արվում է իր օրինակին եւ արդեն տեսեք 10 համարում վասը որը ամեն բանի համբերում եմ ընտրվածների համար։ Առաքյալն արդեն կարևոր միտք է ցույց տալի։ Ես ամեն բանի համբերում եմ ընտրվածների համար, որ նրանք էլ հասնեն այն փրկության, որ Քրիստոս Հիսուսումն է հավիտենական փառքի հետ։ Եվ անմիջապես ասում է, ճշմարիտ է այս խոսքը։ Ճշմարիտ է այս խոսքը ինքը հենց այնպես չի ասում։ Ես կուզեմ մի քանի տեղ ցույց տամ այս ճշմարիտ է այս խոսքը որտեղ է ինքը օգտագործում։ Տեսեք, օրինակ Տիտոսի նամակի մեջ նույնն աղտագորում ճշմարիտ է այս խոսքը 8-րդ համարը 3-րդ գլխի 8 համարը ճշմարիտ է այս խոսքը եւ կամենում են որ դու այս բաները հաստատես որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալու սրանք են բարի եւ մարդկանց օգտակար ճշմարիտ է այս խոսքը այսինքն տեսեք երբ որ ինքն ասում է ճշմարիտ է այս խոսքը ուշադիր նայեք ընդհանուր թղթի մեջ Ինչ բովանդակություն որ կա, այդ փոքր հատվածի մեջ ինքը ներկայացնում է։ Ճշմարիտ է այս խոսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, ինչ բաներ, ինչ որ վերևում ամբողջությամբ ասեց։ Այս բաները հաստատես, որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալու, սրանք են բարի եւ մարդկանց օգտակար։ Թուղթի մեջ ինչ է արծարծում։ Թղթի մեջ արծարծում է, որ հնազանդ մնան իշխանություններին, իրենց տերերին, իրենց ընտանիքներում ճիշտ վարք ունենան։ Այսինքն ճշմարիտ է այս խոսքը, այս ճշմարիտը չի նշանակում, որ սա երկ է եղել, հիմն է եղել։ Դրա համար արդեն սխալ վարդապետություն է, որ ասում ենք այս խոսքը ուղղակի հիմն է եղել։ Ոչ, եթե ուսումնասիրեք մնացած թղթերը, կտեսնեք, որ այս խոսքը Պողոս առաքյալի տերմինաբանությունն է։ Երբ որ ինքը փորձում է ամբողջ թղթի բովանդակություն այդ հատվածի մեջ ներկայացնի։ Մեկ այլ հատված նայենք։ Տեսեք։ Առաջի Տիմոթեոսի նամակի 3-րդ գլխի առաջ ճշմարիտ է այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ցանկանում, բարի գործի է ցանկանում։ Եթե մենք անդրադառնանք, ինքը մինչև այդ ասում է, թե եպիսկոպոս ինչպիսին պիտի լինի, անարատ, մյուս, ճշմարիտ է այս խոսքը, որ եթե մեկը ցանկանում է եպիսկոպոսության, ինքը չի ցանկանում կոնկրետ պաշտոնի, ինքը ցանկանում այդպիսի հատկություններ ներդնի եկեղեցում։ Ինքը ցանկանում այդպիսի անձ լինի, սրա մասին է խոսքը, ոչ թե պաշտոն ունենա, այլ այդ պաշտոնի համաձայն վարք ունենա։ Եթե մեկը ցանկանում է բարի գործի է ցանկանում, չի ասում բարի պաշտոնի, որտեղ պաշտոն հասկացողության տակ առաքյալը ի նկատի ունի այդպիսի հատկություններ։ Պաշտոնը ուղղակի մի բան չի, որ այդ մարդուն տվել են։ Պաշտոն մի բան է, որ այդ մարդուն տվել են այդ հատկությունները նա մեջ տեսնելով։ Այսինքն այդ հատկություններին է ձգտում, սրա մասին է խոսքը։ Եվ բարի է, որ այդպիսի հատկությունների է ձգտում, որպեսզի եկեղեցու մեջ այդպիսի ծառայություն ունենա Քրիստոսի մարմնի շինության համար։ Շատ տեղեր կա, ամեն դեպքում այսինքն մենք տեսնում ենք, որ սա, այսինքն տեսեք ուսումնասիրություններն արդեն ցույց են տալի, ինչ խոսք է օգտագործում Պողոսը, ճշմարիտ է այս խոսքը, մեր բարդ հատվածի հենց սկզբում։ Եվ ինքը ինչ է խոսում այն ամենը, ինչը որ քաջարելելու է Տիմոթեոսին ավետարանչի գործի մեջ հավատարիմ մնալու համար։ Կամ հենց կոնկրետ նույն առաջի Տիմոթեոս 4-ում, եթե կարանք 4 նայեք 9, տեսեք նույն բանը ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունելության արժանի։ Մենք տեսնում ենք, որ նաև այստեղ վերևում ինքը խոսում է ընդհանուր առմամբ, որ զգուշ մնա տարբեր օտար վարդապետություններից, պարավական առասպելներից, այսինքն պետք չի մարդկանց հավատքը հիմնես քո երազների վրա, քո ավանդույթների, լեգենդների վրա, պետք է ուղղակի Աստծո խոսքի վրա, ճշմարիտ խոսքի վրա, ճշմարիտ վարդապետության վրա, ողջամիտ վարդապետության վրա, եւ ասում է ճշմարիտ է այս խոսքը եւ ամեն ընդունության արժանի, որտեղ հենց սրա համար էլ աշխատում ենք եւ նախատում, որ հույս ենք դրել կենթանի Աստծո վրա, որ փրկիչ ամեն մարդկանց եւ մանավանդ հավատացյալներին։ Այսինքն շեշտը դնում է նաեւ Քրիստոսի փրկությունը մարդեղության, որ մարդկության փրկիչ որպես, ասում են սրա համար են, այս բաները պատվիրիր եւ սովորեցրու, ոչ ոք քո մանկությունը չանարգե, անդրադառնում է որպես կարևորագույն սկզբունք պաշտոնյայի, այսինքն եթե հովիվ ես, եթե առաջնորդ ես եկեղեցու, ոչ ոք քո մանկությունը չանարգի, բայց չի ասում քո մանկությունը անարգելու համար մարդկանց ասում հագարտից չանարգեք, հա որ երիտասարդ եմ, չմտածեք որ երիտասարդ եմ, այդպես չի ասում, օկյանքը օրինակ դնելով, այսինքն այնպիսի վարք ցուցաբերի, որ որևէ մեկը քեզ չասես ջահելով չի հասկանում։ Ընկալում եք, այսինքն քո վարքից պիտի դա երևի, այսինքն ոչ թե մարդկանց ստիպես, որ քեզ հարգեն, այլ քո վարքը պիտի այնպեսին լինի, որ մարդկանց մղի քեզ հարգելու, որ ասեն երիտասարդ է, բայց հոգևոր առումով մեծ է։ Ընկալեցիք սրա մասին է խոսքը։ Ուրեմն տեսեք, նույնպես ասում է ճշմարիտ է այս խոսքը։ Ուրեմն առաջինը մենք սատանանք։ Հիմա եկեք անդրադառնանք, բայց նորից ժամանակը անցավ, արդեն 38 րոպե է։ Եկեք հիմա էլ վերջացնենք եւ կունենանք երրորդ ձայնագրություն, որ կներեք արդեն կոնկրետ կանդրադառնանք մեր հատվածին եւ կարծրացնենք մեր հատվածի սկզբունքները։ Առաջինը մենք կանդրադառնանք, որ երբ որ առաքյալը խոսում է մեր հատվածում, տեսեք,
ճշմարիտ է այս խոսքը եւ այդ ասում որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք։ Առաջի կարևոր սկզբունքի մասին, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք։ Շատերը մեկնաբանում են, որ սա կապված է ջրային մկրտության հետ, որևէ մեկ հատվածում մենք չենք տեսնում, որ առաքյալը անդրադառնում է ջրային մկրտության կամ ինչի են ասում ջրային մկրտության, որտեղ ջրային մկրտությունը ինքը մեր Քրիստոսի հետ միանալու ոչ թե կոնկրետ երևույթն է, այլ խորհրդանիշն է, սիմվոլն է դրա։ Առաքյալը չի անդրադառնում այստեղ սիմվոլին, ինքը ուղղակի ցույց տալիս հոգևոր կյանքի սկզբունքը, որ մենք Քրիստոսի հետ միացել ենք չարչարանքով։ Ճշմարիտ է այս խոսքը, ուշադիր նայեք, եւ որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք։ Այսինքն ինքը սկզբից անդրադառնում է, որ մենք վերստին ծնունդ ունենք։ Ճշմարիտ է, եթե նրա հետ մեռել ենք, հետն էլ կապրենք, եթե հետը մահացել ենք։ Այսինքն հետը մահանալու սկզբունքը մենք առավել տեսնում ենք, որ առաքյալը այն խոսում է Հռոմեացի 6-րդ գլխում։ Եկեք անդրադառնանք սրան գոնե։ Տեսեք, առաքյալը Հռոմեացի 6-րդ գլխում, մենք այս մասին շատ ենք խոսել, անդրադառնում է երկրորդ համարում Քավլիցի, մենք որ մեռանք մեղքին էլ ինչպես դեռ կապրենք նրան, որտեղ հարց էին տալի։ Մնանք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա, որտեղ առաքյալն ասեց, երբ որ օրենքը եկավ, մեղքը շատացավ, որքան մեղքը շատացավ, այնքան շնորհքը շատացավ, հարց էին տալի, այսինքն ինչ, մնանք մեղքի մեջ, որ շնորհքը շատանա, առաքյալն ասում է Քավլիցի, մենք չենք կարող։ Մենք նոր բնություն ենք եւ մեղքի մեջ չենք հարատևում, մենք մեղքից փախնում ենք։ Քավլիցի, որ մենք մեղքի մեջ մնանք, ինչ դեռ կապրենք նրանում, կամ չգիտեք եւ անմիջապես ցույց է տալի, որ մեր Քրիստոսի հետ միությունը փոխել է մեր բնությունը, կամ չգիտեք թե քանիստերս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք։ Մկրտվեցանք բառը ջրային մկրտության մասին չի խոսքը, սիրելիներս։ Քրիստոսով մկրտվել նշանակում է Քրիստոսի մեջ թաղվեցինք։ Մկրտվեցանք, նրա մահվանը մկրտվեցանք։ Այսինքն Քրիստոսի մեջ թաղվելով մենք նրա մահվան մասնակից եղանք։ Չգիտեք, որ նրա մահվան մկրտվեցանք, մկրտությունով նրա հետ թաղվեցանք մահի մեջ, այսինքն մեր թաղվելով մահվան մեջ թաղվեցինք Քրիստոսի հետ, որ ինչպես Քրիստոսը հոր փառքովը մեռելների միջից հարություն արավ, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ մանգանք, որտեղ եթե նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցանք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք, որովհետև եթե, տեսեք նույն բառն է այդտեղ, եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Հիմա ասում եմ, որովհետև եթե նրա մահի նմանությունով նրա հետ տնկվեցանք, նրա հետ մահվան մեջ միասնական եղանք, մասնակից եղանք նրա մահվան, առաքյալը մեկ այլ տեղ ասում է Քրիստոսի հետ ես խաչված եմ, հիմա որ ապրում եմ, ես չեմ ապրում, Քրիստոսն է իմ մեջ ապրում, այսինքն եթե նրա հետ մահացել եմ, նա է իմ մեջ ապրում, նրա հետ ապրում եմ, նույն սկզբունքն է, այսինքն առաքյալն անդրադառնում է մեր փրկված լինելուն, երբ որ ինքն ասում է, եթե նրա հետ մեռանք, սա նշանակում է, եթե վերստին ծնունդ ունենք, Քրիստոսին միացել ենք, թաղվել ենք նրա մահվան մեջ, մասնակից ենք եղել։ Հիմա Եվ այս առումով մեկ այլ հատված կարանք տեսնենք, նաև 7-8-ը տեսեք շարունակում է։ Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, Հռոմեացի 6-րդ գլխից։ Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Նույն բառն է ասում, ինչ որ ասում է այդտեղ, ճշմարիտ է այս խոսքը, որ եթե նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք։ Տեսնում եք, որ նույն բառն է ասում։ Այսինքն այստեղ խոսքը ինչի մասին է։ Փրկության, որտեղ 6-րդ գլուխը Հռոմեացից ինքը նույնպես արգումենտ է բերում մեր Քրիստոսի հետ միացած լինելը որպես փրկվածների։ Ասում ճշմարիտ է այս խոսքը, որ եթե նրա հետ մեռանք 7 համարը, որովհետև նա որ մեռնում է, արդարացած է մեղքից։ Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Այսինքն սրանք շատ կարևոր է, որ մենք տեսնենք, եւ 9-րդ համարը հենց սա է շեշտում։ Տեսեք, ուրեմն առաջինը մեր հատվածի ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետ էլ կապրենք։ Այսինքն առաքյալը անդրադառնում է այս փոքրիկ հատվածի մեջ, անդրադառնում է մեր փրկության։ Ճշմարիտ է, որ փրկվել ենք, ուրեմն այդ փրկությունով էլ մենք կմտնենք նրա փառքը։ Նրա հետ կապրենք, նույնիսկ ներկայում։ Տեսեք ուշադիր, ինքը ես հետագայում ձեզ կասեմ, ավելի կանադառնանք առանձին արդեն ժամանակա քրոնոլոգիային, բայց ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք։ Խնդիրը որն է։ Շատերն ասում են, որ այս հատվածը վերաբերվում է կոնկրետ Քրիստոսի համար մեր մահանալուն, մեր մեռնելուն կամ չարչա, որտեղ արգումենտ են բերում ընդհանուր թղթի մեջի չարչարանքների հալածանքի վիճակը, եւ ասում են, այստեղ խոսքը գնում է, որ եթե հետը մեռանք, այսինքն սա նշանակում է, որ Քրիստոսի համար մենք կմահանանք։ Այսինքն խնդիրը, որ եթե մահանանք նրա հետ էլ կապրենք, ֆիզիկական մահվան մասին է խոսքը։ Բայց ուշադիր նայեք, առաքյալը չի ասում, եթե նրա հետ մահանանք, ասում է, եթե նրա հետ մեռանք, տեսեք տանում անցյալ, նրա հետ մեռանք, նրա հետ էլ կապրենք, այսինքն նրա հետ էլ կապրենք հիմա, այսինքն եւ որովհետեւ 12-ում ինքը անդրադառնալու է, եթե համբերենք, այսինքն եթե մենք փրկված ենք, ուրեմն ասում ենք սրբացման ընթացք, ուրեմն այդ սրբացման ընթացքի մեջ դժվարություններ կա, պիտի համբերենք։ Այսինքն ինքը խոսում է մեր փրկության, խոսում է մեր սրբության, հետո խոսում է Քրիստոսի հավատարի մնալու մասին, բայց այդ ընթացքում նաև ներկայացնում է, այսինքն մարդկանց, որոնք ուրանում են Քրիստոսի, որոնք Քրիստոսին չեն ընդունել, նրանց էլ Քրիստոսը ուրանալու է, այսինքն կարևոր բաներ։ Հիմա առաջինը մենք տեսնում ենք, որ եթե նրա հետ մեռանք, հետն էլ կապրենք, վերաբերվում է մեր փրկությանը, եթե փրկված ենք։
Այսինքն սա կարևոր է, այսինքն փրկություն առաջինը, երկրորդ անդրադառնում է մեր համբերության, որ դա փրկության հետևանքն է, սրբացման ընթացքը։ Եթե կա փրկություն, կա սրբություն։ Եթե չկա փրկություն, սրբացման ընթաց գոյություն չունի սերներս։ Այդ կրոնավոր անձի ուղղակի արտահայտությունն է, որ ցույց է տալի, որ ինքը Քրիստոսին իբր թե ճանաչում է։ Այսինքն, եթե կա փրկություն իրականում, կա սրբություն, որտեղ սրբացման ընթացքի բուն նպատակը Քրիստոսի կերպարին նմանվելն է։ Այսինքն, երբ որ ասում ենք անձը սրբացման ընթացք ասում, տեսնում ենք որքանով է իր կյանք գալի Քրիստոսի սկզբունքները, Քրիստոսի արժեքային համակարգը, ինչպես է փոխվում նրա կյանքի հանդեպ տեսանկյունը, ընտանիքի վերաբերյալ, ֆինանսների վերաբերյալ, ղեկավարների վերաբերյալ, այսինքն ինչպես է փոխվել, նմանվում է Քրիստոսին, սա սրբացման ընթացքն է։ Եվ այդ սրբացման ընթացքի մեջ առկա է նաև դժվարությունները, որ գալիս է նրա կյանք, Քրիստոսի չարչարանքի մասնակից լինելը, սա փրկությունից հետո է։ Այսինքն դրա համար ասում է, եթե համբերենք, այսինքն եթե համբերում ենք, նշանակում է փրկություն ունենք, հետնել կթակավորենք, այսինքն փառքին մասնակից կլինենք։ Դա համար առաքյալն ասում է, եթե նրա չարչարանքներին, Հռոմեացիս թղթում 8-րդ գլխում, եթե նրա չարչարանքներին մասնակից ենք, նրա փառքին էլ մասնակից կլինենք։ Այսինքն եթե չարչարանքներին մասնակից չենք, եթե փրկություն չկա, սրբացման ընթաց չկա եւ մասնակից չենք չարչարանքներին, այդ դժվարություններին, ինչի մասին եք խոսում, ինչ փառք մտնելու մասին եք խոսում, չկա, որտեղ չկա փրկություն, սրբություն եւ փառք մտնել։ Սրանք ընդհանուր փրկության կարելի ասել բնութագիրն է փրկված անձի, որ ինչ process-ներով անցնում։ Փրկություն, որին հետևում է սրբություն, սրբությանը հետևում է փառքին մասնակիցներ։ Աստծո փառքը մտնել, հավիտենական կյանք։ Հիմա եթե առաքյալը մեր հատվածի առաջի 11 համարում ասում է, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք, ուղղակի անդրադառնում է մեր փրկության, որ եթե փրկված ենք, հիմա մենք նրա հետ կապրենք, եւ եթե համբերենք, այսինքն եթե ներկայում, տեսեք, եթե համբերենք, ինքը չի ասում եթե համբերել ենք, եթե համբերելու ենք, եթե համբերենք ներկայում, որտեվ ինչ է նպատակը մեր այդ նամակի նպատակը ո՞րն է Ուղղված Տիմոթեոսին, քաջալերել նրան հավատարմության որպես կարևոր հատկություն։ Եթե համբերենք, հետն էլ կթակավորենք, այսինքն եթե մենք համբերենք, եթե բառը միշտ օգտագործում է կասկածելով, ուզում ասի, որ կա ունկնդիր, կա կատեգորիա եկեղեցում, որ չեն համբերելու, թողելու են գնան։ Տեսնում եք, հետնել կթակավորենք, սա կարևոր է։ Եվ եթե ուրանանք, նա էլ կուրանա մեզ։ Այստեղ արդեն անդրադառնում է ուրանալուն, որի մասին ավելի կարևոր խոսենք, եւ ես ցույց կտամ ձեզ, թե ինչ կատեգորիա կար, ովքեր էին ուրացողները եւ ովքեր էին անհավատարիմ մնացողները։ Ինքը երկու տեսակի է խոսում։ Օրինակ առաջի հատվածում ինքը խոսում է անհավատարիմների մասին, որի մեջ նաեւ ներկայացնում է Դեմասին, ասում է բայց Դեմասին տարբերվում է մյուսներից, որտեղ ասում է Դեմասին այլ բնութագիր է տալիս, Դեմասը աշխարհը սիրեց գնաց, բայց մնացածը գնացին, մեկը կրեսկես գնաց, մեկը միտեղ, մեկը կրեսկը միտեղ գնաց, մյուսը միտեղ գնաց, մեկին ես ուղարկեցի եւ ասում է բեր մեկին, որ ինձ օգտակար լինի, որտեղ մենակ է մնացել, ինձ պետք է օգտակար, ինձ ծառայելով արա, ինքը արդեն տարիքով մեծ է։ Այսինքն սրանք շատ կարևոր բաներ են, որ մենք տեսնենք։ Ուրեմն առաջի մեր հատվածը խոսում է ճշմարիտ է այս խոսքը, այն չի նշանակում, որ այս անպայման այս հատվածը պետք է լիներ հոգևոր երկ հիմ, ոչ, բոլորին ծանոթ, այլ Պողոս առաքյալի տերմինաբանությունն է, որտեղ ամբողջացնում է ամբողջ բովանդակությունը եւ շեշտում է, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք, այլ ոչ թե ջրային մկրտության մասին է, ոչ թե ֆիզիկական մահվան մասին է, այլ կոնկրետ խոսում է մեր Քրիստոսի հետ միացած լինելու եւ տարբեր հատվածներում ինքը եւ Գաղատացիս թղթում, Հռոմեացիս թղթում, երբ որ ցույց է տալի մեր փրկությունը, միշտ ցույց է տալի մեր Քրիստոսին միացած լինելը։ Մասնակից դա մար իր տերմինաբանության մեջ կարևոր շեշտ է Քրիստոսի մեջ փրկությունը։ Ասում այլ փրկությունը, որ Քրիստոսի մեջ ունենք։ Եվ սա նշանակում է մեր Քրիստոսին միացած լինել։ Ժամանակը բավականին անցավ 48 րոպե, արդեն Տերը ձեզ օրհնի, երրորդ ձայնագրության մեջ առավել էլ մենք չենք խոսի շահկապի մասին, կոնկրետ կանդրադառնանք մեր հատվածին։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Ամեն։